այստեղ կարևորը մի քանի ուղերձներ է, որ ուզում ենք սոցիոլոգիական հարցումներ կարծում եմ բոլորդ գիտեք, որ անում են, շատ թերթեր իրենք էլ են անում, բոլորը այսպես դնում են բաց տարբեր ձևաչափերով։ Խնդիրը հետևյալն էր, հասկանալ գալիս է նախընտրական տարին, եւ մենք լսում ենք, որ համենայն դեպս ընդդիմության եւ իշխանության քաղաքական կենտրոններից հնչում են արտահայտություններ, որ իրենք հաղթելու են։ 21 թվականին մենք տեսել ենք այդ մենք հաղթելու ենք, այսքան ուժ ենք եւ այլն, եւ կար այդ ինքնավստահության ինչ որ մի աստիճան կա, որ քաղաքականության մեջ իմ կարծիքով շատ վտանգավոր է։ Փորձեցինք հասկանալ եւ սա լինելու է այսպիսի սոցիոլոգիական հարցումների շարք, այդպես էլ պայմանավորված է, հենց նախընտրական շրջանին համընթաց, թե ինչ են մտածում մեր քաղաքացիները։ Ինչպես արդեն նշվեց, ընդգրկել ենք բոլոր, բայց ամենաակտիվ տարիքը, այսպես ունենք եւ 18-ից 24 տարեկան, այսինքն ընտրական տարիքի քաղաքացիների կարծիքն է հարցվել, բնականաբար, մինչեւ 65+, ասեմ, որ ամենաակտիվը հարցումներին մասնակցել են 35-ից 44 եւ 45-ից 54 տարեկան մարդիկ։ Դրանք այն մարդիկ են, որոնք գիտեք եւ աշխատում են եւ ըստ էության ամեն հասարակության եւ պետության առաջատար ուժն են, որոնք արդեն եւ իրենց կրթական ճանապարհն են ամփոփել եւ աշխատանքային առաջընթացի մեծ հնարավորություն ունեն։ Ցավոք սրտի իհարկե հարցումի հիմնականում այսպես Երևանյան եղել 64.8%, մարզերից, բայց մարզերից ունենք ակտիվ մարզեր, ինչպես Արարատի մարզներ, Արմավիրի մարզը, Կոտայքը, այո, ամենաբարձր ակտիվությունը ցուցաբերել է Կոտայքը, մյուս մարզերում ավելի ցածր էր, մյուսը կստուգենք, կրթական ցենզը եւս գերակշիռ մեծամասնությունը, փաստորեն 45.5%-ը բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ են, որոնց միավորվում են մագիստրոսական 25.9% կրթություն ունեցող մարդիկ, այսինքն նկատելի էր, որ նման հարցումներին մասնակցելու առավել մեծ ակտիվություն ցուցաբերում են նրանք, ովքեր իսկապես ունեն կրթական որոշակի ցենզ եւ աշխատանքային ճանապարհ։ Եվ մի խնդիր, որ մենք շատ հաջողությամբ լուծեցինք։ Դուք երևի աչու ահյակ լսում եք, որ բոլորը դժգոհում են ժողովրդից, որ ժողովուրդը այսպես, չգիտեմ, գործունակ չի միջամտում, չի արձագանքում։ Այս հարցումը նաեւ գալիս է ապացուցելու, որ իրականում ժողովուրդը ուզում է մասնակցել հասարակական, քաղաքական հայաստանյան կյանքին։ Ես կարծում եմ մեր այս հարցումների շարքը եւ եթե մնացած ընկերություններն էլ միանան դրան, մենք կկարողանանք ապացուցել, որ Հայաստանում երբ վերջապես սկսվում է քաղաքացիական հասարակության ձևավորումը։ Մի բան, որ ցավոք սրտի այսքան տարի մենք չենք արել, այսինքն քաղաքացին, տեսեք այդ անգամ տխրահռչակ օրը ընտրեցին, թե բարձր մի օրը չի կարող էլի քաղաքացի օր լինել, քաղաքացին իր ամբողջ կյանքում պետք է քաղաքացի լինի, բայց մենք իսկապես հասել ենք մի վիճակի, որ մարդկանց մեծամասնությունը հետաքրքրվում է եւ արտաքին քաղաքականությամբ, եւ անվտանգային հարցերով։ Բնականաբար տնտեսական ենթադրենք իրավիճակը, կրթությունը, սոցիալական առողջապահությունը այն հարցերն են, որ բոլորը դրան առնչվում են, բայց նկատելի է, որ մեր քաղաքացիները սկսել են ակտիվ հետաքրքրվել նաեւ այնպիսի խնդիրներով, որոնցով բարգավաճ կամ, չգիտեմ, միջին գոնե անվտանգ համակարգում ապրող պետությունների քաղաքացիները չեն էլ հետաքրքրվում։ Այսինքն գիտեք, եթե մենք գնանք թեկուզ եվրոպական կամ Վրաստան, որը ճիշտ է հիմա ցնցումների մեջ է, հարցնենք, թե ինչ արտաքին քաղաքական դուք հակառակորդներ ունեք, շատերը այդ հարցերին չեն էլ պատասխանում։ Բայց մեր բնակչության փաստորեն 85%-ից ավելին դրանով հետաքրքրված է եւ ոչ միայն հետաքրքրված է, այլև շատ բացասական է գնահատում։ Շատ բացասական է, ինչպես նշեց պարոն Սարգսյանը, նաև մյուս ոլորտներին վերաբերող այսպես գնահատականների ամբողջությունը, այսինքն քաղաքացին գոհ չէ իրավիճակից։ Այն բոլոր պնդումները, որ, չգիտեմ, ասֆալտապատվում են կամ դպրոցներ են կառուցվում, մանկապարտեզներ են կառուցվում, դրանք անբավարար են եւ իրականում մարդիկ հասկանում են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագիրը 21 թվականին ընդունված տապալվել է ոչ միայն արտաքին քաղաքականության եւ Արցախի հարցով, որովհետեւ կատարվել է ուղիղ հակառակը, ինչ այն իրենք գրել էին, այլ նաեւ սոցիալ-տնտեսական, առողջապահական ոլորտում մարդիկ չեն զգում իրենց կենսամակարդակի ոչ միայն բարձրացում, այլ հակառակը այդ կենսամակարդակը իջել է։ Դա էլ պատճառն է, որ մարդիկ ուզում են մասնակցել ընտրությունների։ Ուզում են ուրախություն բոլոր քաղաքական ուժերի ասել, որ այնպես չէ, որ մարդիկ չեն ուզում մասնակցել ընտրությունների։ Բայց միևնույն ժամանակ այդ ուրախության
իշխանությանը պետք է խառնել, ինչպես ասում են, այդ մի տակառ հաղթանակի մեղրին, եկեք խառնենք այդ մեկ գտալ կուպերը, դա հետևյալն է, որ մարդիկ չգիտեն, թե ում ընտրել։ Այսինքն հիմա Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ քաղաքացիները ուզում են մասնակցել ընտրություններին, բայց տեսեք 38.9%-ը եւ դրան եթե գումարում ենք այդ 5.2 չեմ կողմնորոշվելը, փաստորեն ստացվում է 40%-ից ավելին, շուրջ 50-ը ուզում է գնալ ընտրությունների, բայց չգիտե ում ընտրել։ Ընդ որում շեշտենք, որ այդ մարդիկ, այդ 40%-ից ավելին միանշանակ չեն ընտրելու իշխանությանը, որովհետև նրանց այսպես բոլոր գնահատականները բացասական են։ Այսինքն այստեղ մենք ստացանք այն ընտրազանգվածը, որը ուզում է փոխել իրավիճակը եւ ձևավորել նոր իշխանություն, եւ մենք ի տարբերություն ենթադրենք շատ այսպես հարցումներ կատարողների, որոնք հիմնականում կամ իրենց անուններն են նշում, կամ միայն խորհրդարանական այսպես ներկայացվածություն ունեցող ուժերի, բոլոր ուժերին հիմնականում բոլոր ուժերին ներկայացնում քիչ թե շատ որոշակի դերակատարում ունեցող եւ աջ կողմնորոշման եւ ձախ եւ չգիտեմ արևմտամետ եւ արևելամետ եւ գուցե Փարքաստո Հայաստանամետ ուժեր եւս կան, բոլորին ընդգրկել ենք, նրանց տոկոսները մենք չենք հրապարակում, որովհետեւ մեր նպատակը չի որևէ մեկին ոչ հակակարողություն անել, ոչ էլ հակառակը, բայց խնդիր այն է, որ նրանց տոկոսները բավական ցածր են։ Քաղաքացիական պայմանագրի եւ անձամբ հենց Նիկոլ Փաշինյանի տոկոսները եւս չափազանց ցածր են, այսինքն դրանք այսպես մեզ մոտ տասնյակին անգամ չեն հասնում։ Շեշտենք կրթական մակարդակը, կրթական ցենզը ունեցողների շրջանում շատ ավելի ցածր են, քան ընդհանրապես։ Հասկանում են, թե իրականում ուր է տանում եւ ինչպիսի քաղաքականություն է իրականացնում ներկա իշխանությունը, բայց ես ասեմ, ամենավտանգավորը հենց այն է, որ մարդիկ չեն կողմնորոշվել ում ձայն տալ։ Հետևաբար դա նշանակում է, որ հունվարից բոլոր քաղաքական ուժերը մենք որպես հասարակական քաղաքական շարժում, այսպես այլընտրանքային, այո, միասինը, ուզում էր հիմնական նպատակը այս ասուլիսի դա էր, որտեղ հասցնել քաղաքացիների այդ չկողմնորոշված լինելը։ Անկամ այն հարցին, թե ում դուք կուզենայիք տեսնել Հայաստանի Հանրապետության առավել որպես վստահելի ղեկավար, ես ձեզ ասեմ 20%-ից ավել ոչ ոք ձայն չուներ։ Բոլորը սպասում են ընդ որում միավորումների։ Դա էլ հաջորդ խնդիրը, որ հասարակության մեծ մասը մեր հարցվածների 50%-ից ավելին միավորումների սպասում է նոր նախընտրական միավորումների։ Բայց այն հարցում, երբ կար մի հարց, որտեղ արդեն բնականաբար տրամագիր չէր կազմվել եւ պետք է իրեն գրեին, թե որ քաղաքական ուժերի միավորմանը կվստահեիք երկրի կառավարումը, եւս տարասփռումը շատ մեծ էր, ու մեծ մասը գրել էին չեն կողմնորոշվում։ Այսինքն մեր քաղաքական ուժերը 50%-ից ավելին չեն կողմնորոշվում։ Շատ տխուր ցուցանիշեր էր, 50%-ից ավելին ուզում էր, որ քաղաքական ուժերը միավորվեն, դա նշվում է, բայց գրում էին, չգիտեմ, չենք կողմնորոշվել, դեռ չգիտենք եւ այլն։ Դա նշանակում է, որ քաղաքական ուժերը եւ նրանց այսպես առաջնորդները, որքան էլ ներկայանում են, դա բավարար չէ։ Այսինքն մեզ մոտ հատկապես ընդդիմադիր շրջանում, դե բնականաբար իշխանությունը ունի իր քարոզչության եղանակները եւ իր քարոզչության ձևերը, մեր հիմնական այսպես ուղերձը դա ընդդիմադիր քաղաքական դաշտին է, որ իրենց ուղերձները բավարար չեն, նրանք դեռևս մեծ վստահություն չունեն։ Եվ մարդիկ թերևս նաև ինչ որ այսպես անակնկալ միավորումների հույս ունեն, մի խնդիր էլ կա, չէ, երբեմն հնչում է, որ ցանկացած ուժերը թող միավորվեն, միայն թե դա լինի ընդդեմ ՀՊ-ի, մեր հարցումները ցույց տվեցին, որ մեր հարցվածները 30%-ից ավելին այդ կարծիքին չէ, որ պետք է բոլորը բոլորի հետ համախմբվեն, միայն թե լինեն ընդդեմ ՀՊ-ի։ Այսինքն մարդիկ ուզում են հստակ այնպիսի միավորում, որը կունենա իր ծրագրային գաղափարական դրույթները, այսինքն դա երկարաժամկետ միավորման ինչ որ կարիք է։ Եվ իսկապես ճիշտ է, որ եւ զանգվածային լրատվամիջոցները, չորրորդ իշխանությունը քաղաքացու այդ այո, քաղաքացիական հասարակությունը, որը մեծ դժվարությամբ
հիմա մեզ մոտ ձևավորվում է, նրանց ձայնը հանրային քաղաքական կյանքում հասանելի դարձնի։ Մարդիկ սպասում են, որպեսզի իրենց առաջարկեն ծրագրեր, գործողություն, եւ մի փոքր անցնելով մենք մեր այս հարցման մեջ եկեղեցուն վերաբերող խնդիր չէինք դրել, դա կանենք այսպես հետագայում, բայց այս եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները ցույց տվեցին, որ մարդիկ գալիս էին Մայրաթոր Էջմիածին եւ փորձում էին իրենց ներկայությամբ, իրենց աղոթքով եւ իրենց խոսքով պաշտպանել եկեղեցին, ոչ թե քաղաքական նկատառումներով եւ կանխարգելել Մայրաթորի սրբազան դուռը աքացիներով հարվածելը, ես որ նայում էի այդ մարդկանց երեսին ամսի 18-ին, ես տեսա, որ նրանք այնպես չէ, որ կուսակցականներ էին, նրանք Հայաստանի Հանրապետության, այո, այդ մտահոգ հայրենատեր քաղաքացիներն էին եւ հիմա քաղաքական ուժերի խնդիրն է այդ հայրենատեր քաղաքացիներին հուսախաբ չանել եւ չասել, որ ժողովուրդը այսպես թմբիրի մեջ է եւ ընկճախտի մեջ է։ Ժողովուրդը ընկճախտի մեջ չէ, բայց չկա ծրագիր, որ նրան ոտքի կհանի, որովհետեւ բավական էր, որպիսի եկեղեցին ասի, որ ինքը վտանգի առաջ է, մարդիկ շուրջ 9-10 հազարի մարդ իմ գնահատմամբ եւ մնացածների 18-ին հավաքվել էին ինքնաբուխ, դա բացարձակ ինքնաբուխ էր, այսինքն այդ բոլոր քաղաքացիները եւ այն զրույցները, որ ունեցանք եւ Մայրաթորի գավիթում, երբ աքացիներով եւ բռունցքներով ջարդում էին դուռը եւ լուտանքներ էին գոռում, մարդիկ բոլորը շրջվում էին, այսպես հուսահատությամբ հարցնում, իսկ ինչ անեք, դուք ինչ եք առաջարկում, ինչ պետք է անենք, այսինքն հիմա այդ ինչ անելը առարկայացնելու ժամանակն է, մարդիկ սպասում են այդ խոսքին։